Այստեղ դուք կբացահայտեք ցուլ կենդանակերպի ամբողջական պատկերը, մանրամասն ուղեցույց, որը կօգնի հասկանալ ցուլի բնավորությունը, հարաբերությունները, ֆինանսական մտածելակերպը, կարիերայի ընտրությունը եւ անգամ ճանապարհորդելու նախասիրությունները։ Ցուլ նշանի հիմնական գծերն ու առանձնահատկությունները, ցուլ կենդանակերպի ուժեղ կողմերը եւ դրական հատկանիշները, ցուլ կենդանակերպի թույլ կողմերը եւ բարդ բնավորական դրսևորումները, ցուլ տղամարդու բնավորությունը, մտածողությունը եւ վարքագծային առանձնահատկությունները, ցուլ կնոջ բնութագիրը, զգայականությունը եւ ներքին աշխարհը, սիրահարված ցուլ տղամարդը, ինչպես է նա արտահայտում հավատարմությունն ու կապվածությունը, սիրահարված ցուլ կինը, զգացմունքների խորությունն ու հարաբերությունների նկատմամբ մոտեցումը, ծանոթություն ցուլի հետ, սիրային համատեղելիություն եւ հարաբերությունների զարգացում, ցուլի սեռական բնավորությունը եւ ինտիմ համատեղելիության առանձնահատկությունները, ցուլը որպես ծնող, դաստիարակության ոճը, կայունությունն ու հոգատարությունը, ցուլ երեխան, տղայի եւ աղջկա բնավորական գծերն ու զարգացման առանձնահատկությունները, ցուլի կարիերայի աստղագուշակ, մասնագիտական ուղի, նպատակներ եւ հաջողության գաղտնիքներ, ցուլ փողի հորոսկոպը, ֆինանսական վարքագիծ, խնայողություն եւ նյութական արժեքներ, ցուլ կենդանակերպի նորաձևության խորհուրդներ, ճաշ, որակ եւ դասական ոճ, ցուլ ճանապարհորդական խորհուրդներ, հարմարավետություն, բնություն եւ հաճույք կենտրոնում, ցուլ կենդանակերպի գծերը եւ բնութագրերը։ Ցուլը կենդանակերպի այն նշաններից է, որը մարմնավորում է կայունությունը, համբերությունը եւ կյանքի նյութական ու զգայական կողմերի հետ ներդաշնակությունը։ Նրա բնավորությունը կառուցված է ամուր հիմքերի վրա։ Ցուլը չի սիրում անհաստատություն, անկանխատեսելիություն կամ հանկարծակի շրջադարձեր։ Նա նախընտրում է վստահ քայլերով առաջ շարժվել, ընտրելով արդեն փորձված ու անվտանգ ուղիները։ Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց հանգիստ արտաքինով, սակայն այդ հանգստության տակ թաքնված է մեծ ներքին ուժ։ Ցուլը կարող է երկար ժամանակ լուր դիմանալ, հարմարվել եւ սпасել, բայց երբ իր սահմանները խախտվում են, նա դառնում է անսասան ու դժվար կանգնեցվող։ Նրա կամքը ուժեղ է, իսկ որոշումները հազվադեպ փոփոխվող։ Ցուլերը սովորաբար ունեն գործնական մտածողություն։ Նրանք գնահատում են իրական արժեքները՝ նյութական ապահովություն, հարմարավետ միջավայր, կայուն աշխատանք եւ վստահելի հարաբերություններ։ Ցուլի համար կյանքը պետք է լինի շոշափելի, զգացվող եւ տեսանելի։ Այդ պատճառով նա մեծ ուշադրություն է դարձնում կյանքի որակին, սննդին, բնակարանին, հագուստին եւ ընդհանուր բարեկեցությանը։ Ցուլի կարևոր բնութագրերից մեկը գեղեցկության հանդեպ սերն է։ Նա ունի զարգացած գեղագիտական ճաշակ եւ կարող է հաճույք ստանալ ամեն մանրուքից, լավ պատրաստված ուտեստից մինչեւ գեղեցիկ երաժշտություն կամ արվեստի գործ։ Շատ ցուլեր բնական տաղանդ ունեն ստեղծագործական ոլորտներում, նույնիսկ եթե դա չեն դարձնում մասնագիտություն։ Այս նշանի մարդիկ սովորաբար շատ հավատարիմ են։ Նրանք չեն սիրում հաճախ փոխել ընկերներին, աշխատանքը կամ հարաբերությունները։ Եթե ցուլը մեկին կամ ինչ-որ բանի է կապվում, ապա երկար ժամանակով։ Նրան վստահելը հեշտ է, քանի որ նա պահում է իր խոսքը եւ չի սիրում դատարկ խոստումներ։ Միևնույն ժամանակ ցուլը հայտնի է իր համառությամբ։ Նա դժվարությամբ է ընդունում նոր գաղափարներ, հատկապես եթե դրանք հակասում են իր արդեն ձևավորված պատկերացումներին։ Երբեմն ցուլը կարող է թվալ չափազանց պահպանողական կամ դանդաղ փոփոխությունների հարցում, բայց իրականում նա պարզապես փորձում է պաշտպանել իր ներքին հավասարակշռությունն ու անվտանգությունը։ Զգացմունքային առումով ցուլը խորն է, բայց փակ։ Նա հազվադեպ է անմիջապես բացահայտում իր ապրումները։ Նա խնդրում է դրանք ապրել ներսում, սակայն եթե նա վստահում է մարդուն, դառնում է շատ ջերմ, հոգատար եւ նվիրված։ Նրա սերը արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործողություններով։ Ընդհանուր առմամբ, ցուլը ուժի, կայունության եւ համբերության խորհրդանիշ է։ Նա կարող է դանդաղ առաջ գնալ, բայց գրեթե միշտ հասնում է իր նպատակին։ Նրա կյանքում կարևոր է անվտանգությունը, հարմարավետությունը եւ վստահությունը, թե իր նկատմամբ, թե շրջապատի մարդկանց հանդեպ։ Ցուլ կենդանակերպի դրական հատկությունները։ Ցուլ կենդանակերպի նշանի ուժեղ կողմերը ձևավորվում են նրա կայուն բնավորության եւ կյանքի հանդեպ իրատեսական մոտեցման շնորհիվ։ Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են տրվելու հույզերի կարճատև ազդեցությանը։ Նրանք նախընտրում են մտածել խորությամբ, հաշվարկել քայլերը եւ միայն հետո գործել։ Դա ցուլին դարձնում է վստահելի, կանխատեսելի եւ ամուր հենարան շրջապատի համար։
Ցուլի ամենամեծ առավելություններից մեկը համբերությունն է։ Նա պատրաստ է երկար ժամանակ աշխատել նույն ուղղությամբ, առանց դժգոհելու կամ արագ արդյունք պահանջելու։ Այս հատկությունը հատկապես կարևոր է կարիերայում եւ երկարաժամկետ նախագծերում, որտեղ պահանջվում է հետևողականություն եւ տոկունություն։ Ցուլը չի վախենում ծանր աշխատանքից, եթե տեսնում է դրա իրական նպատակը։ Վստահելիությունն ու հավատարմությունը ևս ցուլի գլխավոր դրական հատկանիշներից են։ Նա այն մարդկանցից է, ում կարելի է վստահել գաղտնիքներ, կարևոր գործեր կամ պատասխանատու պարտականություններ։ Եթե ցուլը խոսք է տալիս, մեծ հավանականությամբ այն կկատարի, անկախ դժվարություններից։ Նրա հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ վստահության վրա, ոչ թե պահի զգացմունքների։ Ցուլը նաև աչքի է ընկնում իր գործնական խելամտությամբ։ Նա լավ է հասկանում նյութական աշխարհը, կարողանում է ճիշտ կառավարել ռեսուրսները եւ խուսափել անհարկի ռիսկերից։ Շատ ցուլեր ունեն ֆինանսական ինտուիցիա, որը օգնում է նրանց ճիշտ պահին խնայել, ներդնել կամ պաշտպանել իրենց շահերը։ Զգայականությունն ու կյանքի հաճույքները գնահատելու ունակությունը ցուլի ևս մեկ դրական կողմն է։ Նա գիտի ինչպես վայելել պահը առանց ծայրահեղությունների։ Լավ սնունդը, հարմարավետ միջավայրը, գեղեցիկ իրերը եւ ներդաշնակ մթնոլորտը նրա համար պարզապես հաճույք չեն, այլ հոգեկան հավասարակշռության աղբյուր։ Ցուլը հաճախ ունի զարգացած գեղագիտական ճաշակ։ Նա կարող է հեշտությամբ տարբերել որակը մակերեսային փայլից եւ ընտրել այն, ինչը իսկապես արժեք ունի։ Այդ պատճառով ցուլերը հաճախ հաջողում են արվեստի, դիզայնի, խոհարության, երաժշտության կամ ցանկացած ոլորտում, որտեղ կարևոր է գեղեցկության զգացումը։ Ներքին կայունությունը ցուլին դարձնում է հանգստացնող ներկայություն ուրիշների համար։ Նրա կողքին մարդիկ հաճախ զգում են ապահովություն եւ վստահություն։ Նա չի սիրում դրամա եւ ձգտում է խաղաղ լուծումների, նույնիսկ բարդ իրավիճակներում։ Ցուլը կարող է լինել այն մարդը, ով ծանր պահին կանգնում է կողքիդ, առանց ավելորդ խոսքերի, բայց իրական աջակցությամբ։ Վերջապես ցուլի ուժեղ կողմերից է իր տոկունությունը դժվարությունների հանդեպ։ Նա հազվադեպ է կոտրվում ճնշման տակ։ Փոխարինը նա կարող է դանդաղ, բայց հաստատուն կերպով հաղթահարել խնդիրները, պահպանելով ինքնատիրապետությունը եւ նպատակասլացությունը։ Ցուլ կենթանակերպի բացասական հատկությունները։ Չնայած ցուլ կենթանակերպի նշանը հայտնի է իր կայունությամբ եւ վստահելիությամբ, նրա բնավորության որոշ գծեր կարող են դառնալ խոչընդոտ, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար։ Ցուլի ուժեղ կողմերը երբեմն նույնքան հեշտությամբ կարող են վերածվել թուլությունների, եթե դուրս գան հավասարակշռությունից։ Ցուլի ամենահաճախ հիշատակվող բացասական գիծը համառությունն է։ Երբ ցուլը որևէ դիրքորոշում է ձևավորում, նրան դժվար է համոզել փոխել կարծիքը, նույնիսկ եթե փաստերը խոսում են այլ բան։ Այս հատկանիշը կարող է հանգեցնել կոնֆլիկտների հարաբերություններում եւ աշխատանքի մեջ, քանի որ ցուլը հաճախ մերժում է այլընտրանքային մոտեցումները, պարզապես չցանկանալով դուրս գալ իր հարմարավետ գոտուց։ Փոփոխություններին դիմակայելը ևս ցուլի թույլ կողմերից է։ Նա նախընտրում է կանխատեսելիություն եւ հաստատուն ռեժիմ, եւ ցանկացած ասպասելի փոփոխություն կարող է առաջացնել անհանգստություն կամ դիմադրություն։ Նոր պայմաններին հարմարվելու փոխարեն ցուլը հաճախ փորձում է պահել հին կարգը, նույնիսկ այն դեպքում, երբ դա այլևս արդյունավետ չէ։ Ցուլը կարող է նաեւ հակված լինել չափից դուրս զգույշ լինելու։ Վախենալով կորցնել այն, ինչ արդեն ունի, նա երբեմն բաց է թողնում աճի եւ զարգացման հնարավորությունները։ Այս զգուշավորությունը կարող է դրսևորվել ֆինանսական, մասնագիտական կամ անձնական որոշումների մեջ, սահմանափակելով առաջընթացը։ Նյութական կողմի նկատմամբ ուժեղ կապվածությունը ևս կարող է խնդիր դառնալ։ Ցուլը սիրում է հարմարավետություն, որակ եւ ապահովություն, սակայն երբեմն այդ սերը վերածվում է չափազանց նյութապաշտ մտածելակերպի։ Այդ դեպքում արժեքները կարող են շեղվել, եւ մարդը սկսում է իր կամ ուրիշների արժեքը չափել ունեցվածքով կամ ֆինանսական հաջողությամբ։ Զգայական հաճույքների նկատմամբ սերն ունի նաեւ հակառակ կողմ։ Ցուլը կարող է դժվարությամբ հրաժարվել հաճույք պատճառող սովորություններից, լինի դա սնունդը, հանգիստը կամ հարմարավետությունը։ Սա երբեմն հանգեցնում է ծուլության, ինքնակարգապահության պակասի կամ առողջությանը վնասող վարքագծի։ Էմոցիոնալ առումով ցուլը հաճախ պահում է զգացմունքները իր ներսում։ Նա հազվադեպ է բացահայտում դժգոհությունը կամ վիրավորվածը, սակայն դա չի նշանակում, որ դրանք անհետանում են։ Կուտակված զգացմունքները կարող են հանկարծակի պայթել, վերածվելով ուժեղ բարկության կամ սառը հեռացման։
Ցուլի մեկ այլ խնդիր կարող է լինել սեփականության զգացողությունը հարաբերություններում։ Երբ նա կապված է որևէ մեկի կամ ինչ-որ բանի, նա կարող է դրսևորել վերահսկող վարքագիծ կամ խանդ, նույնիսկ առանց իրական պատճառի։ Սա կարող է ծանրաբեռնել հարաբերությունները եւ ստեղծել լարված մթնոլորտ։ Վերջապես ցուլը կարող է երբեմն չափից երկար մնալ անհաջող իրավիճակներում։ Վախենալով կորցնել ներդրած ջանքերը կամ արդեն կառուցվածը, նա շարունակել է պահել այն, ինչը վաղուց չի ծառայում իր հրաշքությանը կամ զարգացմանը։ Ցուլ տղամարդու բնութագիրը։ Ցուլ տղամարդը կայունության, համբերության եւ ներքին ուժի խորհրդանիշ է։ Առաջին հայացքից նա կարող է թվալ զոսպ կամ նույնիսկ մի փոքր փակ, սակայն իրականում նրա ներսում թաքնված է խոր զգացմունքներով, հստակ արժեքներով եւ հաստատակամ բնավորությամբ անձնավորություն։ Նա այն մարդկանցից է, ովքեր քիչ են խոսում, բայց շատ են գործում։ Ցուլ տղամարդը վստահում է իր քայլերին եւ հազվադեպ է շտապում որոշումներ կայացնել։ Ամեն ինչ անում է մտածված, հաշվարկված եւ երկարաժամկետ նպատակ ունենալով։ Նրա համար կարևոր է արդյունքը, ոչ թե արագ հաղթանակը։ Եթե նա որևէ նպատակ է դնում իր առաջ, պատրաստ է ամիսներ կամ նույնիսկ տարիներ աշխատել, առանց բողոքելու կամ ճանապարհից շեղվելու։ Նա ուժեղ կապ ունի նյութական աշխարհի հետ։ Ցուլ տղամարդը գնահատում է ֆինանսական ապահովությունը, որակյալ իրերը եւ հարմարավետ կյանքը։ Սակայն սա պարզապես նյութապաշտություն չէ։ Նրա համար գումարն ու ունեցվածքը անվտանգության, ինքնուրույնության եւ պատասխանատվության արտահայտություն են։ Նա ցանկանում է վստահ լինել, որ կարող է ապահովել իրեն եւ իր ընտանիքին։ Բնավորության մեջ ցուլ տղամարդը սովորաբար հանգիստ է, հավասարակշռված եւ համբերատար։ Սակայն այս հանգստությունը չի նշանակում թույլ բնավորություն։ Երբ նրա սահմանները խախտվում են կամ նա զգում է ճնշում, կարող է դրսևորել ուժեղ դիմադրություն եւ նույնիսկ կտրուկ արձագանք։ Նրա բարկությունը հազվադեպ է, բայց երբ ի հայտ է գալիս, շատ ուժգին է լինում։ Ցուլ տղամարդը սիրում է կանխատեսելիություն եւ հստակություն։ Նա իրեն վատ է զգում անորոշ իրավիճակներում եւ դժվարությամբ է հարմարվում հանկարծակի փոփոխություններին։ Այդ պատճառով նա նախընտրում է կառուցել իր կյանքը կայուն հիմքերի վրա, խուսափելով ռիսկային փորձարկումներից, եթե դրանք չունեն իրական արժեք կամ ապագա։ Հարաբերություններում ցուլ տղամարդը հավատահիմ է, նվիրված եւ պաշտպանող։ Նա չի սիրում խաղեր, մանիպուլյացիաներ կամ անհասկանալի պահվածք։ Եթե նա ընտրում է որևէ մեկին, ապա երկարաժամկետ հեռանկարով։ Նրա սերը դրսևորվում է գործերով, հոգատարությամբ, աջակցությամբ եւ նյութական ու զգացմունքային ապահովությամբ։ Զգացմունքները արտահայտելու հարցում ցուլ տղամարդը միշտ չէ, որ խոսքային է։ Նա հաճախ իր սերը ցույց է տալիս գործողություններով, օգնությամբ, ներկայությամբ, հարմարավետ միջավայր ստեղծելով։ Նրա համար կարևոր է ֆիզիկական մոտիկությունը, ջերմ շփումը եւ վստահության մթնոլորտը։ Ցուլ տղամարդը ունի նաև գեղագիտական զարգացած ճաշակ։ Նա գնահատում է գեղեցիկ երաժշտությունը, լավ պատրաստված ուտեստները, բնությունը եւ որակյալ արվեստը։ Այս սերը գեղեցկության հանդեպ հաճախ արտահայտվում է նաև նրա արտաքին տեսքով եւ ապրելակերպում։ Չնայած իր դրական կողմերին, ցուլ տղամարդը կարող է լինել չափազանց համառ եւ դժվար զիջող։ Երբ նա ինչ-որ բան ճիշտ է համարում, դժվար է նրան համոզել հակառակում։ Նա երբեմն կարող է չափից դուրս կառչել իր սովորություններից կամ մարդկանցից, վախենալով կորցնել կայունությունը։ Ընդհանուր առմամբ ցուլ տղամարդը ուժեղ, վստահելի եւ երկար ճանապարհ անցնող մարդ է։ Նա այն զուգընկերն ու անձնավորությունն է, որի վրա կարելի է հենվել, եթե պատրաստ եք ընդունել նրա դանդաղ, բայց հաստատ քայլերը եւ գնահատել խորքին, ոչ աղմկուն ուժը։ Ցուլ կնոջ բնութագիրը։ Ցուլ կինը կանացի ուժի, կայունության եւ ներքին հանգստության մարմնավորումն է։ Նա առաջին հայացքից կարող է թվան մեղմ, զուսպ եւ նույնիսկ մի փոքր փակ, սակայն այդ արտաքին հանգստության տակ թաքնված է հստակ բնավորություն, մեծ կամքի ուժ եւ ինքնավստահություն։ Նա հազվադեպ է աղմուկ բարձրացնում կամ ուշադրություն պահանջում, բայց իր ներկայությամբ ստեղծում է վստահության եւ ապահովության զգացում։ Ցուլ կինը սիրում է կանխատեսելիություն եւ հստակություն կյանքում։ Նրա համար կարևոր է, որ ամեն ինչ ունենա իր տեղը, թե հարաբերություններում, թե աշխատանքում, թե առօրյայում։ Նա դժվարությամբ է հարմարվում հանկարծակի փոփոխություններին, սակայն եթե ստիպված է լինում, կարող է աստիճանաբար գտնել նոր հավասարակշռություն, առանց կոտրվելու։
Բնավորությամբ ցուլ կինը համբերատար է, դիմացկուն եւ հաստատակամ։ Նա չի վազում կարճատև հաջողությունների հետևից եւ նախընտրում է երկարաժամկետ արժեքներ։ Եթե նա որևէ նպատակ է դնում իր առաջ, կարող է աննկատ, բայց հետևողականորեն շարժվել դեպի այն, չզիջելով արտաքին ճնշումներին կամ ժամանակավոր դժվարություններին։ Ցուլ կնոջ համար մեծ նշանակություն ունի հարմարավետությունն ու գեղեցկությունը։ Նա ունի զարգացած գեղագիտական ճաշակ եւ սիրում է իրեն շրջապատել հաճելի միջավայրով, գեղեցիկ ինտերիերով, որակյալ հագուստով, նուրբ բույրերով եւ համեղ սնունդով։ Այս ամենը նրա համար ոչ թե շքեղություն է, այլ հոգեկան հավասարակշռության աղբյուր։ Զգացմունքային առումով ցուլ կինը խորն է եւ կայուն, նա չի շտապում բացել իր սիրտը եւ երկար ժամանակ է պահանջում վստահություն ձևավորելու համար, սակայն երբ նա կապվում է որևէ մեկի հետ, դառնում է հավատարիմ, նվիրված եւ հոգատար զուգընկեր։ Նրա սերը արտահայտվում է ոչ թե բարձր խոսքերով, այլ մշտական ուշադրությամբ, աջակցությամբ եւ ջերմ վերաբերմունքով։ Ցուլ կինը սովորաբար ուժեղ պաշտպանական բնաստ ունի։ Նա պատրաստ է պայքարել իր սիրելիների, իր ընտանիքի եւ իր տարածքի համար, սակայն այս պաշտպանողականությունը երբեմն կարող է վերածվել սեփականության զգացման կամ չափից ավելի վերահսկողության, հատկապես եթե նա զգում է վտանգ կամ անվստահություն։ Չնայած իր մեղմությանը, ցուլ կինը ունի նաև ուժեղ կամք։ Երբ նրան ճնշում են կամ ստիպում են անել այն, ինչի հետ նա ներքուս համաձայն չէ, նա կարող է դառնալ անզիջում եւ կտրուկ։ Նրա համառությունը հայտնի է, եւ երբ նա որոշում է կայացնում, հազվադեպ է հետ կանգնում։ Աշխատանքում ցուլ կինը պատասխանատու է, աշխատասեր եւ համբերատար։ Նա լավ է աշխատում այն ոլորտներում, որտեղ պահանջվում է կայունություն, ճշգրտություն եւ երկարատև կենտրոնացում։ Նա նախընտրում է անվտանգ եւ կանխատեսելի միջավայր, որտեղ կարող է աստիճանաբար առաջ շարժվել եւ տեսնել իր աշխատանքի արդյունքները։ Ընդհանուր առմամբ ցուլ կինը վստահելի, հավասարակշռված եւ խորքին անձնավորություն է։ Նա այն մարդկանցից է, ովքեր քիչ են խոսում իրենց ուժի մասին, բայց իրենց ներկայությամբ ստեղծում են ամուր հիմք, թե հարաբերություններում, թե կյանքում։ Նրա կողքին մարդիկ զգում են անվտանգություն, ջերմություն եւ կայունություն։ Սիրահարված ցուլ։ Երբ ցուլը սիրահարվում է, դա մակերեսային կամ կարճատև զգացում չէ։ Նրա սերը դանդաղ է ծնվում, բայց խորն է արմատավորվում։ Ցուլը չի հավատում հանկարծակի կրքոտ խոստովանություններին կամ արագ զարգացող հարաբերություններին։ Նրա համար սերը պետք է ունենա ամուր հիմք, վստահություն եւ ժամանակի փորձություն անցնելու կարողություն։ Սիրահարված ցուլը սկզբում զգուշավոր է։ Նա երկար դիտում է, ուսումնասիրում, համեմատում իր զգացմունքները իրականության հետ եւ միայն հետո թույլ է տալիս իրեն ամբողջությամբ բացվել։ Այդ փուլում նա կարող է թվալ սառն կամ չափազանց զուսպ, բայց իրականում ներսում ընթանում է խորքային ներքին գործընթաց։ Ցուլը փորձում է համոզվել, որ իր սիրտը տալիս է ճիշտ մարդուն։ Երբ ցուլը համոզվում է իր ընտրության մեջ, նրա սերը դառնում է կայուն, ջերմ եւ հուսալի։ Նա չի սիրում մեծ խոսքեր կամ ցուցադրական ժեստեր, բայց իր վերաբերմունքը ցույց է տալիս գործողություններով։ Սիրահարված ցուլը հոգ է տանում, աջակցում է, ապահովում է հարմարավետություն եւ փորձում է իր զուգընկերոջ կյանքը դարձնել ավելի անվտանգ եւ հանգիստ։ Ցուլի սիրո կարևոր բաղադրիչներից մեկը ֆիզիկական եւ զգայական կապն է։ Նա մեծ նշանակություն է տալիս շփմանը, հպումներին, միասին անցկացրած հանգիստ պահերին։ Նրա համար սերը ոչ միայն զգացմունք է, այլ նաեւ ընդհանուր առօրյա, ընդհանուր ռիթմ եւ փոխադարձ ներկայություն։ Սիրահարված ցուլը հավատարիմ է եւ հետևողական։ Եթե նա ընտրել է մեկին, դժվար թե հեշտությամբ նայի կողք։ Նա գնահատում է վստահությունը եւ ակնկալում նույն վերաբերմունքը դիմացից։ Դավաճանությունը կամ անկեղծության պակասը ցուլի համար ծանր հարված է, որը կարող է երկար ժամանակ փակել նրա սիրտը։ Միևնույն ժամանակ սիրահարված ցուլը կարող է դառնալ չափազանց սեփականատիրական։ Նրա սերը երբեմն արտահայտվում է վերահսկելու ցանկությամբ կամ խանդի նուրբ դրսևորումներով։ Սա սովորաբար գալիս է ոչ թե անվստահությունից, այլ վախից կորցնելու այն, ինչի վրա նա երկար է աշխատել եւ ինչին շատ է կապվել։ Ցուլը հարաբերություններում փնտրում է կայունություն եւ շարունակականություն։ Նա ցանկանում է իմանալ, որ իր զգացմունքները ներդրում են ապագայի մեջ, ոչ թե անցողիկ փորձ։
Այդ պատճառով նա հաճախ մտածում է երկարաժամկետ հեռանկարի մասին, ընտանիք, համատեղ տուն, ընդհանուր ծրագրեր։ Եթե ցուլը իսկապես սիրահարված է, նա պատրաստ է զոհողականությունների, բայց միայն այն դեպքում, երբ զգում է փոխադարձ հարգանք եւ գնահատում։ Նա չի սիրում ստիպված լինել փոխվել կամ ճնշվել, սակայն սիրո համար կարող է մեղմել իր համառությունը եւ գնալ փոխզիջումների։ Ընդհանուր առմամբ սիրահարված ցուլը վստահելի, խորքային եւ կայուն զուգընկեր է։ Նրա սերը չի աղմուկում, չի վառում ու մար, այլ կամաց-կամաց տաքացնում է եւ ստեղծում ամուր կապ։ Նա այն նշաններից է, որի սիրտը շահելուց հետո կարելի է երկար ժամանակ զգալ անվտանգություն, ջերմություն եւ իրական նվիրվածություն։ Ցուլ, սիրահարված տղամարդը։ Սիրահարված ցուլ տղամարդը երբեք չի շտապում բացել իր սիրտը։ Նա այն տղամարդկանցից է, ովքեր նախընտրում են համոզվել, զգալ եւ վստահ լինել, նախքան իրենց զգացմունքները ցույց տալը։ Սկզբում նա կարող է թվալ զուսպ, նույնիսկ մի փոքր հեռու, բայց իրականում նա պարզապես գնահատում է իրավիճակը եւ փորձում է հասկանալ, արդյոք արժե ներդնել իր ժամանակը, էներգիան եւ սիրտը։ Երբ ցուլ տղամարդը սիրահարվում է, նրա վերաբերմունքը դառնում է կայուն եւ կանխատեսելի, լավագույն իմաստով։ Նա չի սիրում զգացմունքային խաղեր, անորոշություն կամ անընդհատ փոփոխվող հարաբերություններ։ Նրա համար սերը պետք է լինի հենարան, ոչ թե փորձություն։ Այդ պատճառով նա հակված է կառուցել հարաբերություն, որտեղ ամեն ինչ ունի իր տեղը՝ վստահություն, հարգանք, ֆիզիկական մոտիկություն եւ հոգատարություն։ Սիրահարված ցուլ տղամարդը իր սերը հիմնականում արտահայտում է գործերով։ Նա կարող է քիչ խոսել զգացմունքների մասին, բայց միշտ կգտնի միջոց աջակցելու, օգնելու կամ ապահովելու իր զուգընկերոջը։ Նրա համար կարևոր է զգալ, որ ինքը օգտակար է եւ կարող է ստեղծել հարմարավետ միջավայր այն մարդու համար, ում սիրում է։ Ֆիզիկական շփումը ցուլ տղամարդու սիրո լեզվի կարևոր մասն է։ Նա ջերմ է, զգայական եւ սիրում է շփման միջոցով արտահայտել իր կապը։ Գրկախառնությունները, համատեղ հանգիստ պահերը, պարզ, բայց հաճելի առօրյան նրա համար նույնքան կարևոր են, որքան մեծ խոստումները։ Նա հավատում է, որ սերը պետք է զգացվի, ոչ թե միայն ասվի։ Միևնույն ժամանակ սիրահարված ցուլ տղամարդը կարող է դառնալ բավականին սեփականատերական։ Նա դժվար է ընդունում անորոշությունը եւ չի սիրում, երբ իր զուգընկերը չափազանց անկանխատեսելի է կամ հեռու։ Սա գալիս է նրա ներքին ցանկությունից պահպանել այն, ինչ արժեքավոր է իր համար։ Եթե նա զգա վտանգ հարաբերության համար, կարող է դառնալ խանդոտ կամ փակվել իր մեջ։ Ցուլ տղամարդը հարաբերություններում շատ հավատարիմ է։ Երբ նա ընտրել է, նա հազվադեպ է նայում կողք, սակայն նույնքան բարձր պահանջներ ունի նաև դիմացինի հանդեպ։ Անկեղծության բացակայությունը կամ վստահության խախտումը նրա համար ծանր հարված է, որը նա դժվարությամբ է ներում։ Եթե ցուլ տղամարդը կորցնի վստահությունը, նրան վերադարձնելը շատ բարդ կլինի։ Սիրահարված ցուլ տղամարդը սովորաբար մտածում է ապագայի մասին։ Նա սիրում է կայուն ծրագրեր, հստակ ուղղություն եւ երկարաժամկետ նպատակներ։ Նրա համար հարաբերությունը պետք է ունենա զարգացում, ոչ թե մնա մշուղ վիճակում։ Եթե նա տեսնում է ապագա իր զուգընկերոջ հետ, նա պատրաստ է մեծ պատասխանատվության եւ լուրջ քայլերի։ Չնայած իր հանգիստ եւ երբեմն դանդաղ բնավորությանը, ցուլ տղամարդը ունի նաև ուժեղ էմոցիոնալ խորք։ Եթե նրան վիրավորեն կամ խաբեն, նրա արձագանքը կարող է լինել կտրուկ։ Նա երկար է դիմանում, բայց երբ զաղմանը անցնում են, նա կարող է վերջնականապես փակել իր սիրտը։ Ընդհանուր առմամբ սիրահարված ցուլ տղամարդը վստահելի, կայուն եւ հոգատար զուգընկեր է։ Նրա սերը կարող է չլինել աղմուկոտ կամ դրամատիկ, բայց այն ամուր է, խորքին եւ երկարատև։ Նա այն տղամարդկանցից է, ում կողքին կարելի է զգալ անվտանգություն, հանգստություն եւ իրական նվիրվածություն։ Ցուլ սիրահարված կին։ Սիրահարված ցուլ կինը զգացմունքային աշխարհ է, որը բացվում է դանդաղ, բայց ամբողջ խորությամբ։ Նա չի շտապում վստահել, չի տրվում պահի ազդեցությանը եւ չի կառուցում հարաբերություն մակերեսային տպավորությունների վրա։ Նրա համար սերը պետք է լինի իրական, շոշափելի եւ վստահություններ շնչող։ Այդ պատճառով նա հաճախ դիտվում է որպես զուսպ կամ չափազանց զգուշավոր, մինչդեռ իրականում նա պարզապես ընտրում է իր սիրտը բացել միայն արժանի մարդու առաջ։ Երբ ցուլ կինը սիրահարվում է, նրա վերաբերմունքը դառնում է նուրբ, կայուն եւ հոգատար։ Նա սիրում է ստեղծել ջերմ մթնոլորտ, որտեղ հարաբերությունը զգացվում է անվտանգ եւ հարմարավետ։
Նրա համար կարևոր են փոքր մանրուքները, համատեղ անցկացրած ժամանակը, առօրյա հաճելի սովորությունները, վստահելի ներկայությունը։ Նա հավատում է, որ սերը պետք է լինի ոչ թե պայքար, այլ հանգիստ աճող կապ։ Սիրահարված ցուլկինը զգացմունքները արտահայտում է ավելի շատ վարքով, քան խոսքերով։ Նա կարող է քիչ խոսել սիրո մասին, բայց իր վերաբերմունքը միշտ երևում է ուշադրության, հոգատարության եւ համբերության մեջ։ Նա պատրաստ է լսել, աջակցել եւ լինել կողքին դժվար պահերին, առանց ավելորդ դրամատիզմի։ Նրա համար սերը գործ է, ոչ թե խոստում։ Ֆիզիկական եւ զգայական կապը ցուլ կնոջ համար կարևոր բաղադրիչ է հարաբերության մեջ։ Նա սիրում է մոտիկությունը, ջերմությունը եւ շփումը, որը խորացնում է կապը։ Նրա համար սիրո զգացումը կապված է ոչ միայն հոգու, այլ նաև մարմնի հետ, եւ այդ երկուսը պետք է ներդաշնակ լինեն։ Միևնույն ժամանակ, սիրահարված ցուլկինը կարող է լինել բավականին պահանջկոտ։ Նա չի սիրում անորոշություն, անկայունություն կամ զգացմունքային խաղեր։ Եթե հարաբերության մեջ չկա հստակություն կամ անվտանգություն, նա սկսում է փակվել իր մեջ։ Ցուլկինը կարիք ունի զգալու, որ իր ընտրությունը գնահատվում է եւ հարգվում է։ Խանդը նրա մոտ կարող է ի հայտ գալ ոչ թե աղմուկով, այլ լռությամբ։ Եթե նա զգա սպառնալիք կամ անուշադրություն, նա կարող է դառնալ հեռավոր, սառը կամ ներքինորեն վիրավորված։ Սակայն սա գալիս է ոչ թե վերահսկելու ցանկությունից, այլ վախից կորցնելու այն, ինչ նա արդեն ընդունել է որպես իր սրտի մաս։ Ցուլկինը հարաբերություններում չափազանց հավատարիմ է։ Երբ նա ընտրել է, նա մնում է այդ ընտրության կողքին երկար ժամանակ։ Նա դժվարությամբ է հրաժարվում հարաբերությունից, նույնիսկ եթե այն այլևս իրեն երջանիկ չէ դարձնում։ Սակայն եթե վստահությունը խախտվում է կամ նա երկար ժամանակ իրեն չգնահատեց է զգում, նրա հեռանալը լինում է վերջնական եւ անդառնալի։ Սիրահարված ցուլկինը մտածում է ապագայի մասին։ Նրա համար կարևոր է հասկանալ ուր է տանում հարաբերությունը, գա արդյոք կայունություն եւ ընդհանուր նպատակներ։ Նա պատրաստ է ներդրում անել, եթե զգում է, որ կապը իրական հիմք ունի եւ զարգանալու հերանեկար։ Ընդհանուր առմամբ, սիրահարված ցուլկինը ջերմ, խորքին եւ կայուն զուգընկեր է։ Նրա սերը հանգիստ է, բայց ուժեղ։ Նա չի փնտրում կրքյապատ քաոս, այլ ձգտում է հարաբերության, որը կարող է ժամանակի ընթացքում միայն ավելի ամուր դառնալ։ Նրա կողքին սերը զգացվում է որպես վստահություն, ոչ թե մշտական պայքար։ Ծանոթություն ցուլի հետ, սիրային համատեղելիություն։ Ցուլի հետ հարաբերություն սկսելը նման է ամուր հիմքով տան կառուցմանը։ Ամեն ինչ զարգանում է աստիճանաբար, բայց վստահ քայլերով։ Ցուլը չի սիրահարվում մեկ ակնթարթում եւ չի տրվում կտրուկ զգացմունքներին։ Ծանոթության փուլում նա նախ դիտում է, զգում, գնահատում, արդյոք մարդը համապատասխանում է իր ներքին չափանիշներին։ Նրա համար առաջնային են վստահությունը, անկեղծությունը եւ հոգեբանական հարմարավետությունը։ Ցուլի հետ ծանոթանալիս կարևոր է համբերությունը։ Նա կարող է թվալ զուսպ, նույնիսկ մի փոքր փակ, սակայն սա ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Ցուլը չի բացվում բոլորի առաջ եւ ժամանակ է պահանջում, որպեսզի համոզվի, որ դիմացինը լուրջ է տրամադրված։ Եթե այդ փուլը անցնում է առանց ճնշման կամ շտապեցնելու, ցուլը սկսում է աստիճանաբար բացահայտել իր ջերմ ու հավատարիմ բնույթը։ Սիրային համատեղելիության հարցում ցուլը ձգտում է կայուն կապի։ Նա իրեն լավ է զգում այն մարդկանց կողքին, ովքեր կանխատեսելի են, ազնիվ եւ հուզականորեն հասուն։ Ցուլի համար հարաբերությունը պետք է լինի հանգիստ նավահանգիստ, ոչ թե մշտական փոթորիկ։ Այդ պատճառով նա դժվար է համակերպվում անկանխատեսելի, չափազանց փոփոխական կամ խաղային վարք ունեցող մարդկանց հետ։ Լավագույն համատեղելիություն ցուլը գտնում է այն նշանների հետ, որոնք գնահատում են հավատարիմ հարաբերությունները եւ կարողանում են պահպանել հավասարակշռություն։ Երկրի տարի ներկայացուցիչները հաճախ նրան տալիս են կայունության զգացում, իսկ ջրի տարի նշանները կարող են ավելացնել հուզական խորություն եւ հոգեվոր կապ։ Այդպիսի զուգընկերների հետ ցուլը կարողանում է ստեղծել երկարաժամկետ եւ վստահելի հարաբերություն։ Օդային եւ կրակային նշանների հետ կապը կարող է լինել ավելի բարդ, եթե դիմացինը շատ ազատասեր է, մշտապես փոփոխության մեջ կամ հակված է ռիսկային քայլերի, ցուլը կարող է զգալ ներքին անհանգստություն։ Սակայն եթե երկու կողմերն էլ պատրաստ են փոխզիջումների, այդ հարաբերությունները կարող են դառնալ հետաքրքիր հակադրությունների համադրություն՝ մի կողմում կայունություն, մյուսում շարժում եւ ոգեշնչում։
Ծանոթության փուլում ցուլը ուշադրություն է դարձնում մանրուքներին։ Նրա համար կարևոր է, թե ինչպես է մարդը խոսում, ինչ արժեքներ ունի, ինչպես է վերաբերվում առօրյա հարցերին։ Ցուլը կարող է չասել շատ խոսքեր, բայց ուշադիր հետևում է ամեն ինչին։ Եթե նա շարունակում է կապը, դա արդեն նշանակում է, որ դու անցել ես առաջին կարևոր փորձությունը։ Ցուլի հետ հարաբերությունը պահանջում է վստահություն եւ հետևողականություն։ Նա չի սիրում անորոշ հարաբերություններ կամ զգացմունքային խաղեր։ Եթե զգում է, որ դիմացինը անկեղծ է եւ պատրաստ է իրական կապի, ցուլը դառնում է չափազանց նվիրված զուգընկեր, ով պատրաստ է ներդնել ժամանակ, ուժ եւ հոգատարություն հարաբերության մեջ։ Ընդհանուր առմամբ ցուլի հետ ծանոթությունն ու սիրային համատեղելիությունը հիմնված են կայունության, վստահության եւ իրական զգացմունքների վրա։ Նա չի փնտրում արագ կրթապոտ պատմություն, այլ ձգտում է այնպիսի կապի, որը կարող է ամուր մնալ տարիների ընթացքում։ Ցուլի կողքին սերը դառնում է հանգիստ, խորքային եւ իրական։ Ծանոթություն ցուլ տղամարդու հետ։ Ցուլ տղամարդը չի շտապում սիրահարվել եւ հազվադեպ է առաջին քայլը կատարում հարաբերություններում։ Նա նախ զգում է, դիտում եւ գնահատում դիմացինին, հասկանալու արդյոք նա համապատասխանում է իր արժեքներին եւ երկարաժամկետ հարաբերության պահանջներին։ Նրա մոտ ծանոթությունը միշտ սկսվում է կայուն հիմքերից՝ վստահության, անկեղծության եւ սահուն կապի վրա կառուցված։ Ծանոթության սկզբում նա կարող է թվալ զուսպ, նույնիսկ մի փոքր առարկայական, բայց սա ոչ թե համառություն է, այլ անվտանգության զգացում պահպանելու ձև։ Ցուլ տղամարդը նախընտրում է հանգիստ եւ հստակ միջավայր, որտեղ կարող է զգալ իրեն պաշտպանված եւ վստահ լինել դիմացինի մտադրություններում։ Նրա ուշադրության կենտրոնում միշտ է հոգեբանական կայունությունը, արժեքների համատեղելիությունը եւ ռացիոնալ մտքերով մտածողությունը։ Ցուլ տղամարդը գնահատում է ազնիվ եւ շոշափելի քայլերը, ոչ թե խաղային, մակերեսային կամ չհաստատված խոսակցությունները։ Նա կարող է երկար ժամանակ անհրաժեշտ համարել հասկանալու, արդյոք դուք իսկապես նրա արժանի զուգընկերն եք։ Ծանոթության ընթացքում նա մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին, ինչպես է մարդը գործ անում, ինչպես է վերաբերվում առօրյային, արժեքները, հետաքրքրությունները եւ նույնիսկ արտաքին պահվածքը։ Հավանական է, որ նա չի խոսի շատ, բայց ուշադիր հետևում է ամեն ինչին, գնահատելով համապարփակ պատկերը։ Ցուլ տղամարդու հետ հանդիպումները հաճախ հարմար են ավանդական ձևաչափերով՝ ընթրիք, բնական միջավայր, գեղարվեստական կամ մշակութային միջոցառումներ։ Նա գնահատում է պարզությունը, բնական գեղեցկությունը եւ անկեղծ մղումները։ Անհրաժեշտ է հիշել, որ նա սիրում է կանխատեսելիություն, ճնշում կամ արագեցում կարող է հակառակ արդյունք տալ։ Եթե զգում եք, որ ցուլ տղամարդը հետաքրքրված է, դա նշանակում է, որ նա արդեն վստահություն է ձեռք բերել եւ պատրաստ է ավելի մոտիկ շփման։ Միաժամանակ նրա համառությունը զգալի է։ Նա դժվարությամբ է փոխվում եւ նոր իրավիճակների նկատմամբ սպասում է կայունություն։ Սակայն երբ վստահություն է հաստատվում, ցուլ տղամարդը դառնում է չափազանց նվիրված, հոգատար եւ զգայուն զուգընկեր, ով պատրաստ է երկարաժամկետ ներդրում կատարել հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ, ցուլ տղամարդու հետ ծանոթությունը պահանջում է համբերություն, անկեղծություն եւ հետևողականություն։ Նրա հետ հարաբերությունն աստիճանաբար է զարգանում, բայց հաստատուն հիմքերի վրա, եւ այդ հիմքերը հաճախ ապահովում են ամուր, վստահելի եւ կայուն սերը։ Ծանոթություն ցուլ կնոջ հետ։ Ցուլ կինն իր բնույթով զգոն է եւ զգայուն, ուստի նա գնահատում է ծանոթության մեջ անկեղծությունն ու բնականությունն այն ամենի նկատմամբ, ինչ անում եք։ Նա արագ չի բացում իր զգացմունքները, նախ պետք է վստահ լինի դիմացինի մտադրություններում եւ համատեղելիության մեջ։ Ցուլ կինը նախընտրում է խոր, իսկապես մտերիմ կապ, ոչ միայն մակերեսային շփումներ կամ խաղային հարաբերություններ։ Ծանոթության ընթացքում նա ուշադրություն է դարձնում մանրուքներին, ինչպես եք վերաբերվում շրջապատին, ձեր վարքագիծը, արժեքներն ու նպատակները։ Նրա մոտ կարևոր է ինտելեկտի եւ էմոցիոնալ կայունության համադրությունը, ինչպես նաեւ զգայական ներդրումը։ Ցուլ կինը գնահատում է այն մարդկանց, ովքեր գիտեն ինչ են ուզում կյանքից եւ պատրաստ են հետևողականորեն աշխատել հարաբերությունների վրա։ Նա նախընտրում է պարզ եւ հաճելի միջավայրեր, բնական, գեղեցիկ ու հանգիստ։ Զվարճալի երեկույթներ կամ ակտիվ սոցիալական միջոցառումներ կարող են հետաքրքրել նրան, բայց միշտ գնահատում է բնականությունն ու կազմակերպվածությունը։ Ցուլ կինը զգայուն է անակնկալների նկատմամբ եւ հազվադեպ է գնահատում շտապ գործողություններ կամ ճնշում։ Նա նախընտրում է, որ ամեն ինչ իր բնականon հունով զարգանա։
Նվերներն ու փոքր ուշադրությունը մեծ նշանակություն ունեն նրա համար։ Նա սիրում է ոչ միայն ստանալ, այլև տեսնել մտադրությունը եւ զգայական ներդրումը, ջանքերը եւ հոգատարությունը, որոնք դնում են կողքից։ Ցուլ կնոջ մոտ հարաբերությունները կառուցվում են վստահության, անկեղծության եւ հանգստության վրա։ Մի բան, որ պետք է հիշել, սա նրա համառությունն է։ Ցուլ կինը դժվարությամբ է փոխվում եւ շատ ուշադիր է իր անվտանգության ու հանգստության հանդեպ։ Երբ վստահություն է հաստատվում, նա դառնում է չափազանց նվիրված եւ հոգատար զուգընկեր, ով գնահատում է կայուն եւ երկարաժամկետ հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ, ցուլ կնոջ հետ ծանոթությունը պահանջում է համբիրություն, ազնվություն եւ հետևողականություն։ Նրա մոտ սերը աճում է աստիճանաբար, բայց երբ այդ վստահությունն ու ներդրումը հաստատվում են, հարաբերությունները դառնում են կայուն, վստահելի եւ զգայականորեն հարուստ։ Ցուլ կենթանակերպի սեռական համատեղելիություն։ Ցուլ նշանի ներկայացուցիչները, լինելով երկրային բնույթով եւ Վեներայի տիրապետությամբ, բնավ շտապ չեն եւ նախընտրում են զգայական, հաճելի եւ լիարժեք փորձերը սեքսուալ հարաբերություններում։ Նրանք գնահատում են զգայարանների ամեն մի խթան՝ հպում, համ, հոտ, տեսք ու ձայն, ուստի ցանկացած ինտիմ պահ դառնում է ամբողջական փորձ, որտեղ ուշադրությունը կենտրոնացած է ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ հարմարավետության վրա։ Ցուլերի համար կարևոր է կայունությունը, նրանք չեն սիրում անորոշ կամ քննական պահեր, նախընտրում են վստահություն եւ նվիրվածություն, եւ երբ վստահություն է հաստատվում, նրանք դառնում են զգայուն, առատաձեռն եւ հետևողական զուգընկերներ։ Նրանց մոտ նախընտրելի է այն միջավայրը, որը ստեղծում է հանգստություն, նրբագեղություն եւ հաճելի մթնոլորտ, մոմեր, մեղմ երաժշտություն, փափուկ գույներ եւ նուրբ հպումներ, բոլորը խթանում են սեռական ու զգայական կապը։ Ցուլ տղամարդը, իր բնույթով զգայական եւ շոշափելի, սիրում է զգացմունքների եւ ֆիզիկական ինտիմության համադրությունը։ Նա ցուցադրում է սերը նվերների, ուշադրության եւ նուրբ գործողությունների միջոցով։ Սեռական առումով նա սովորաբար չի շտապում, ցանկանում է վայելել նախախաղի յուրաքանչյուր պահը, ամեն մի հպում եւ մտերմություն, ապահովելով, որ զուգընկերոջը հաճույք եւ հանգստություն լինի։ Նրա համար կարևոր է զգայական ներդրումը, եւ նա կարող է շատ ստեղծագործ լինել, հարմարեցնելով միջավայրը, գործողությունները եւ փոքրիկ ռոմանտիկ ժեստերը։ Ցուլ կինը նույնպես շատ զգայուն է եւ տրամադրված է համառ եւ համբերատար սիրո։ Ննջասենյակում նա փնտրում է ներդրում, անվտանգություն եւ զգայական վայելք, որտեղ բոլոր զգայարաններն ընդգրկված են։ Նա կարող է լինել շատ քնքուշ, բայց միաժամանակ պահանջկոտ։ Ուզում է, որ ինտիմ հարաբերությունը լինի ներդաշնակ, ներդրումային եւ հաճելի երկու կողմերի համար։ Ցուլ կնոջ մոտ սեքսը առանձին աշխարհ է, որտեղ զգայականությունը, նրբագեղությունը եւ աստիճանական զարգացումը կարևոր են։ Երկրորդ նշանների հետ համատեղված ժամանակ ցուլերը հատկապես լավ են զգում մյուս երկրային նշանների՝ կույսի եւ այծեղջրի հետ, որտեղ կայունությունն ու զգայականությունը համընկնում են։ Ջրային նշանների՝ ձկների կամ քաղցկեղի հետ հարաբերությունները կարող են զարգացնել նրանց զգայուն եւ հուզական կողմը, իսկ արգելակի կամ շտապողական նշանների հետ նրանք հաճախ կխուսափեն անկայունության եւ անհամապատասխանության պատճառով։ Ընդհանուր առմամբ ցուլերի սեռական համատեղելիությունը կարելի է բնութագրել որպես զգայական, կայուն եւ նրբագեղ։ Նրանք չեն շտապում, բայց երբ ներդրում կա, կապը դառնում է լիարժեք, հոգատար եւ ներդաշնակ։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ինտիմ հարաբերությունը լինի հաճելի, երկարատև եւ զգայանորեն հարուստ երկու կողմերի համար։ Ցուլ տղամարդ, սեռականություն։ Ցուլ տղամարդը իր բնույթով զգայական, կայուն եւ համբերատար է, եւ դա հատկապես արտահայտվում է նրա ինտիմ կյանքում։ Նա չի շտապում, նախընտրում է զգալ ու վայելել յուրաքանչյուր պահը եւ ձգտում է, որպեսզի սեքսը լինի լիարժեք, զգայական եւ հանգստացնող փորձ երկու կողմերի համար։ Նրա մոտ ինտիմ հարաբերությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական գործընթացով։ Նա կարևորում է առարկայական եւ հոգեվոր ներդրումը, ձգտելով ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր զգայարան ներգրավված է՝ հպում, հոտ, տեսք, ձայն ու համ։
Նրա սիրալիրությունը հաճախ արտահայտվում է մանրակրկիտ նախախաղի միջոցով, ընթրիքի, խնամված միջավայրի, մեղմ երաժշտության եւ նրբագեղ մթնոլորտի ստեղծումը նրա սիրո բնական արտահայտությունն է։ Ցուլ տղամարդը կարող է ներդնել զգայական գրգռումներ, օգտագործելով ձեռքերը, շփումը, գրկախառնություններն ու նուրբ ժեստերը, որպեսզի զուգընկերոջը զգայական եւ հոգեվոր հաճույք պարգևի։ Նա շատ շոշափելի է, իր զգացմունքները եւ սերը սովորաբար արտահայտվում են ֆիզիկական դրսևորումներով, համբույրներով, գրկախառնություններով, նվերներով եւ հոգատար գործողություններով։ Ցուլ տղամարդու մոտ վստահությունն ու կայունությունը կարևոր դեր են խաղում։ Եթե նա վստահ է, որ զուգընկերը նույն նվիրվածությունն ունի, նրա ինտիմ պահերը դառնում են անգերազանցելի, լիարժեք եւ հոգատար։ Ցուլ տղամարդու մոտ սեքսը կապված է զգայականությանը, կայունությանը եւ նրբագեղությանը համադրելու ունակության հետ։ Նա հազվադեպ է նախաձեռնող այնպիսի արագ հարաբերությունների մեջ, որոնք վտանգում են հոգեբանական կամ զգայական ներդրումը։ Նա կարող է լինել համառ կամ պահանջկոտ որոշ մանրամասների նկատմամբ, բայց դա նրա նպատակն է՝ ապահովել ամենաբարձր մակարդակի հաճույք ու ներդրում։ Ընդհանուր առմամբ, ցուլ տղամարդու ինտիմ կյանքը բնութագրվում է զգայականությամբ, ներդրումով, կայունությամբ եւ հոգատարությամբ։ Նա ձգտում է, որպեսզի յուրաքանչյուր պահ լիարժեք, հանգստացնող եւ զգայականորեն հարուստ լինի, ստեղծելով ինտիմ կապ, որը կարող է երկարատև եւ հիանալի փորձ դարձնել երկու կողմերի համար։ Ցուլ կին, սեքսուալություն։ Ցուլ կանայք իրենց ինտիմ կյանքում արտահայտում են իրենց բնավորության ամենաուժեղ գծերը՝ զգայունություն, կայունություն եւ զգայականություն։ Նրանք չեն շտապում, նախընտրում են զգալ, վայելել եւ հետազոտել հարաբերությունների յուրաքանչյուր մանրուք, որպեսզի զգայական փորձը լինի լիարժեք եւ հոգեվորորեն հագեցած։ Նրանց համար սեքսը ոչ միայն ֆիզիկական գործընթաց է, այլև զգայական միտքն ու հոգին ներգրավելու, բնական հույզերը արտահայտելու միջոց։ Ցուլ կանայք շատ զգայուն են գրգռումների նկատմամբ։ Նրանք գնահատում են միջավայրի հարմարավետությունն ու նրբագեղությունը, մեղմ լույս, հաճելի հոտեր, փափուկ կերբարձված հագուստներ, մեղմ երաժշտություն եւ հպման տարբեր ձևեր։ Նրանց համար կարևոր է, որ նախախաղը լինի ներդաշնակ, հանգիստ եւ հաճելի, քանի որ դա ստեղծում է վստահության զգացողություն եւ հեշտացնում է ինտիմ կապի լիարժեքությունը։ Նրանց մոտ զգայականությունը արտահայտվում է նաեւ շոշափելի հույզերով, գրկախառնություններով, համբույրներով, շոյումներով եւ նուրբ ժեստերով, որոնք ապահովում են ինտիմության եւ սիրո լիարժեք արտահայտություն։ Ցուլ կանայք շատ զգուշավոր են նոր փորձարկումների հարցում։ Նրանք նախընտրում են հարմարավետ, կայուն եւ վստահելի միջավայր, որտեղ կկարողանան բացահայտել իրենց ցանկություններն ու ենթարկել զուգընկերոջը զգայական հաճույքի։ Երբ նրանք վստահ են զուգընկերոջ նկատմամբ, նրանց սեքսուալությունը կարող է դառնալ հիանալի եւ ստեղծագործական, ընդգրկելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեվոր բաղադրիչները։ Ընդհանուր առմամբ ցուլ կանանց ինտիմ կյանքը բնութագրվում է զգայականությամբ, զգուշավորությամբ եւ խորությամբ։ Նրանք սիրում են երկար, հանգիստ եւ հիանալի ինտիմ պահեր, որտեղ յուրաքանչյուր հպում, ժեստ կամ բառ արտահայտում է սերը եւ մտերմությունը, եւ միշտ ձգտում են, որ զգայական փորձը լինի լիարժեք ու հարուստ բոլոր զգայարանների համար։ Ցուլ կենթանակերպը որպես ծնող։ Ցուլ նշանի մարդիկ ծնողական դերում առանձնանում են կայունությամբ, համբերատարությամբ եւ խորը սիրով։ Նրանք ստեղծում են երեխաների համար անվտանգ եւ կանխատեսելի միջավայր, որտեղ հնարավոր է զարգանալ, սովորել եւ զգալ վստահություն։ Ցուլ ծնողները միշտ ձգտում են ապահովել երեխաների էմոցիոնալ եւ նյութական բարեկեցությունը, դառնալ նրանց հենարանն ու աջակցությունը կյանքի բոլոր փուլերում։ Այս նշանի ծնողները հակված են լինել համակարգված եւ հետեւողական։ Նրանք նախընտրում են պլանավորել օրն ու ժամացույցով ղեկավարել ընտանեկան գործունեությունը, սակայն միշտ համոզվում են, որ երեխաները ազատ են իրենց հետաքրքրությունները ուսումնասիրելու եւ ստեղծագործական նախաձեռնություն ցուցաբերելու համար։ Ցուլերը գիտեն, թե ինչպես երեխային սովորեցնել պատասխանատվություն, համբերություն եւ կարգապահություն առանց ճնշման եւ միշտ ցուցաբերում են առօրյա կյանքի օրինակով ուսուցման ուժը։ Ցուլ ծնողների հիմնական առանձնահատկությունը նրանց կայունությունն է։ Նրանք հազվադեպ են կորցնում ինքնատիրապետումը, նույնիսկ դժվար իրավիճակներում, ինչը երեխաներին թույլ է տալիս զգալ վստահություն եւ ապահովություն։
Նրանք սիրում են ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, արշավներ, կրթական ու մշակութային այցելություններ, խաղեր եւ ընթերցանություն, միշտ ցուցադրելով հուզական սատարում։ Նրանց ծնողական մոտեցումը նաեւ շատ զգայուն է։ Ցուլերը հաճախ ճանաչում են երեխայի անհատական բնավորությունը, հասկանում նրա կարիքներն ու հետաքրքրությունները եւ համապատասխանաբար կողմնորոշվում օգնելու կամ ուղղորդելու համար։ Նրանք կարևորում են երեխաների անձնական տարածքը, բայց երբ անհրաժեշտ է, միշտ ներկայանում են որպես պաշտպան եւ խորհրդատու։ Ընդհանուր առմամբ, ցուլ ծնողները երեխաներին մեծացնում են այնպիսի միջավայրում, որտեղ համատեղվում են անվտանգություն, սեր, ուշադրություն եւ խնամք։ Նրանց երեխաները սովորաբար աճում են վստահ, անկախ, լավ կազմակերպված եւ զգայուն անձնավորություններ, ովքեր սովորում են հարգել եւ գնահատել շրջապատը։ Ցուլ կենդանակերպը որպես հայր։ Ցուլ տղամարդը հայր դերում հանդես է գալիս որպես ապահովության եւ կայունության խորհրդանիշ։ Նրա երեխաները միշտ գիտեն, որ կարող են վստահել նրան, լինի դա հուզական աջակցություն, թե առօրյա կյանքում որոշումների հարցում։ Ցուլ հայրը շատ համբերատար է եւ նրա մոտեցումը դաստիարակությանը հիմնականում կառուցված է ուշադրության, հետևողականության եւ սիրո վրա։ Նա ձգտում է լինել իր երեխաների համար հենարան, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Նրա հետ երեխաները սովորում են պատասխանատվություն, համբերություն եւ այն, թե ինչպես ճիշտ գնահատել կյանքի արժեքները։ Ցուլ հայրը սիրում է ընտանիքով զբաղվել համատեղ գործողություններով, զբոսանքներ, բացօթյա արշավներ, կրթական այցելություններ կամ նույնիսկ համեղ ընթրիքներ, ցույց տալով, որ հարաբերությունները եւ միասին ժամանակ անցկացնելը կարեւոր են։ Նրա բնավորության մեկ առանձնահատկությունն այն է, որ նա համառ է որոշ բաներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաների անվտանգության, բարեկեցության կամ արժեքների դաստիարակությանը։ Սակայն այդ համառությունը հաճախ ծառայում է որպես ուսուցանող գործիք, երեխաներին սովորեցնելով համառություն, նպատակասլացություն եւ համբերատարություն։ Ցուլ հայրերը հաճախ տարբերվում են նրանով, որ իրենց զգայուն ու հոգատար կողմը ցուցադրում են գործերով, ոչ թե միայն խոսքերով։ Նրանք պատրաստ են օգնել, պաշտպանել, խնամել եւ նաեւ խաղալ իրենց երեխաների հետ։ Նրանց համար կարեւոր է երեխաների հուզական կայունությունը եւ ինքնավստահության զարգացումը, ինչը սովորաբար իրենց որդիների ու դուստրերի համար ստեղծում է անվտանգ եւ ջերմ միջավայր։ Ընդհանուր առմամբ, ցուլ հայրը համարվում է կայուն, պատասխանատու եւ վստահելի գործընկեր երեխայի զարգացման ճանապարհին, որը երեխաներին սովորեցնում է գնահատել կյանքը, սիրել ընտանիքը եւ հարգել շրջապատը։ Ցուլ կենդանակերպը որպես մայր։ Ցուլ մայրերը իրենց դաստիարակչական ոճով տարբերվում են որպես կայունություն եւ սիրով լի անձնավորություններ։ Նրանք երեխաների համար ստեղծում են անվտանգ, հարմարավետ եւ խաղաղ միջավայր, որտեղ յուրաքանչյուր փոքրիկ զգում է ուշադրություն, հարգանք եւ անսահման ջերմություն։ Ցուլ մայրերը շատ հոգատար են եւ պատրաստ են ժամանակ ու ջանք հատկացնել երեխաների կարիքներին, լինի դա դպրոցական առաջադրանքների օգնություն, ստեղծագործական զբաղմունքներ, թե պարզապես միասին անցկացրած ժամեր, զբոսանքներ, արվեստի գործունեություն կամ խոհարարություն։ Նրանց համար կարևոր է, որ երեխաները հստակ սահմաններ ունենան, բայց այդ սահմանները երբեք չեն լինում ձանձրալի կամ կոշտ։ Դրանք մշտապես ուղեկցվում են սեր, բացատրություն եւ համբերատարություն ցուցաբերելով։ Ցուլ մայրերի եւս մեկ առանձնահատկություն կայանում է նրանց համառությամբ եւ հաստատուն մոտեցմամբ։ Երբ նրանք որոշում են, որ ինչ-որ բան կարևոր է երեխաների համար, նրանք սովորաբար չեն փոխվում եւ հետեւողական են լինում այն ամենում, ինչ անում են։ Սա երեխաներին սովորեցնում է կայունություն, նպատակասլացություն եւ ինքնուրույնություն։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում առօրյա կյանքին՝ ուտելիք, հիգիենը, դասընթացներ, առողջ կենսակերպ։ Ցուլ մայրը սիրում է գեղեցիկ, կարգին եւ կազմակերպված միջավայր, ինչը հաճախ փոխանցում է նաեւ երեխաներին։ Նրանք սովորաբար խնայող են, բայց սիրով գնում են որակյալ ու գեղեցիկ իրեր, որոնք կարող են երկար ծառայել ընտանիքին։ Ցուլ մայրերը հատկապես զգայուն են իրենց երեխաների էմոցիաների հանդեպ։ Նրանք սովորաբար հասկանում են, երբ երեխայի տրամադրությունը վատ է եւ չեն վախենում կանգնել ու հոգատարությամբ աջակցել նրան։ Նրանց ջերմությունն ու ուշադրությունը կարող է արտահայտվել փոքրիկ գրքախառնություններով, համբույրներով, հուզական խոսքերով եւ նույնիսկ զվարճալի խաղերով։ Ընդհանուր առմամբ ցուլ մայրերը համարվում են երեխաների համար վստահելի, սիրով եւ համբերությամբ լի առաջնորդներ, որոնք ապահովում են անվտանգ, կայուն եւ խնամքով լի միջավայր, մանկության յուրաքանչյուր պահը դարձնելով արժեքավոր եւ հիշարժան։
Ցուլ կենթանակերպի երեխա։ Ցուլ երեխաները ծնվում են որպես բնական կերպով կայուն, զգայուն եւ ուժեղ բնավորությամբ փոքրիկներ։ Նրանք արագ հասկանում են իրենց շրջապատը, կարիքները եւ զգացմունքները, եւ այս հատկությունները կյանքում շարունակում են զարգացնել։ Ցուլ երեխաների հիմնական գիծը կայունությունն է։ Նրանք չեն սիրում անակնկալ փոփոխություններ կամ խառնաշփոթ միջավայրեր։ Ընդհանրապես, ցանկացած նոր իրավիճակ կամ փոփոխություն նրանց մոտ լարվածություն կարող է առաջացնել, եւ նրանք սովորաբար հակված են պաշտպանել իրենց անվտանգության զգացողությունը։ Սա բնական է նրանց բնավորության մեջ եւ օգնում է նրանց զգալ, որ վերահսկում են իրենց աշխարհը։ Ցուլ տղա։ Ցուլ տղան փոքր տարիքում արդեն առանձնանում է վճռականությամբ եւ համառությամբ։ Նա գիտի, թե ինչ է ուզում եւ սովորաբար մնում է իր դիրքորոշման կողքին, նույնիսկ շրջապատի ճնշման տակ։ Նրա զգայարանները զարգացած են, ուստի սիրում է ֆիզիկական շփում, խաղեր եւ շարժում։ Գրքահառնություններ, հպում, խաղային շփումներ, սրանք նրա համար կարեւոր են երեխայական անվտանգությունը եւ սերը հասկանալու համար։ Տղաներին բնորոշ է նաև գրագետ ու հաշվարկված մոտեցում ամեն ինչին։ Նա սիրում է իր օրերը պլանավորել, նախընտրում է սահմանված ռուտին, ուստի անակնկալներ կամ հապճեպ փոփոխություններ կարող են նրան անհանգստացնել։ Նա հաճախ ուշադիր է դրսի հանդեպ, սիրում է բնությունը, կենդանիները եւ առօրյա հարմարավետությունը։ Օրինակ, հետաքրքիր է զբոսնել այգում կամ լողափում, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ եւ նույնիսկ փոքրիկ տնային բույսերի խնամքով։ Ցուլ տղան սովորաբար զարգացած է իմաստություն, խելամտություն եւ զգուշավորությամբ։ Նա կարող է ուրիշներից արագ հասկանալ, երբ ինչ-որ բան սխալ է, եւ ինքնուրույն փորձել լուծումներ գտնել։ Միևնույն ժամանակ, նրա համառությունը կարող է լարվածություն առաջացնել, երբ նա դեմ է որոշակի գործողություններին կամ սահմանափակումներին։ Ցուլ աղջիկ։ Ցուլ աղջիկը փոքր տարիքում հաճախ արտահայտում է հմայք, նրբություն եւ խնամք, ի հակադրություն իր համար վճռական բնավորության։ Նա սիրում է զգայական եւ ստեղծագործական զբաղմունքներ՝ նկարել, ստեղծագործել, երաժշտություն լսել կամ փոքրիկ ձեռագործություն անել։ Ցուլ աղջիկը հաճախ զգայանորեն զարգացած է, գնահատում է գեղեցիկն ու հաճելի միջավայրը եւ դա արտահայտում է իր գործողություններով, ընտրելով գեղեցիկ խաղալիքներ, հագուստ կամ փոքրիկ իրեր։ Նա սովորաբար մշտական ու համառ է, եթե որոշում է որևէ բան անել, կանգ չի առնում մինչև չհասնեն ցանկալի արդյունքին։ Հաճախ փոքրիկ ցուլ աղջիկը հակված է պաշտպանել իր կարծիքը, վերահսկել իր շրջապատը եւ սովորում է արկայծող խելացի մոտեցում ցուցաբերել որոշ իրավիճակներում։ Նա սիրում է ջերմություն, գրքահառնություններ եւ սերը արտահայտված պարզ ու հասկանալի ձևերով։ Խաղերը, պատմությունները եւ ընտանեկան ուշադրությունը նրա համար կարեւոր են։ Ընդհանուր հատկանիշներ։ Ցուլ երեխաները սովորաբար հանգիստ ու դիտող են, սակայն երբեմն կարող են դառնալ համառ ու վճռական։ Նրանք կարիք ունեն կայունության եւ կանխատեսելիության, ինչը օգնում է իրենց զարգացնել ինքնավստահություն եւ անվտանգ զգալ աշխարհը։ Նրանք զգայարանների միջոցով են ուսումնասիրում շրջապատը։ Ամեն մանրուք նրանց համար կարեւոր է՝ հոտ, համ, տեսք, ձայն։ Ցուլ երեխաները հաճախ հետաքրքրված են ստեղծագործական եւ ֆիզիկական գործունեությամբ, սիրում են բնության մեջ լինել եւ մշտական փոքրիկ ռուտին ունենալ։ Տղաներն ու աղջիկները կարող են տարբերվել իրենց մոտիվացիայով։ Տղաները ավելի ֆիզիկապես ակտիվ են եւ աշխարհը ուսումնասիրելու միջոցով, իսկ աղջիկները ստեղծագործական եւ զգայանոր ձևերով։ Ամփոփելով, ցուլ երեխաները բնավորությամբ կայուն, համառ, զգայարաններով զարգացած եւ սիրող փոքրիկներ են, որոնք պահանջում են սերով ու համբերությամբ վերաբերվող միջավայր, որպեսզի իրենց ներուժը բացահայտվի։ Ցուլ ֆիթնես աստղագուշակ։ Ցուլ նշանի տակ ծնված մարդիկ բնության կողմից օժտված են առնական կայունությամբ եւ համառությամբ, ինչը նրանց դարձնում է իդեալական թեկնածուներ ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի համար։ Նրանք նախընտրում են գրագետ եւ կշռադատված մոտեցում ոչ միայն մարզումների, այլև սննդակարգի եւ հանգստի նկատմամբ։ Առավոտյան ռուտին եւ էներգիայի կառավարում։ Ցուլերը հայտնի են որպես վաղ արթնացողներ, ուստի օրվա սկզբին ակտիվության ներդրումը նրանց համար լավագույն ընտրությունն է։
Առավոտյան թեթև տաքացումները, յոգան կամ ձգումները օգնում են պատրաստել մարմինը օրվա համար, բարձրացնել արյան շրջանառությունը եւ կենտրոնանալ մտավոր ու ֆիզիկական գործունեության վրա։ Նրանք նախընտրում են կայուն թույլ քածոնային մոտեցում, որտեղ մարզումները հետևողական են եւ պլանավորված։ Օրինակ կայուն ուժային վարժություններ, մարզասրահում հիմնական շարժումներ, քաշային վարժություններ կամ բացօթյա մարզումներ, զբոսանք, վազք կամ հեծանվավազք։ Ցուլերը գնահատում են ռացիոնալ մոտեցումը, յուրաքանչյուր վարժությունը եւ շարժումը զգայունորեն կատարելով առանց շտապողականության։ Ընտրելի մարզաձևեր։ Ցուլերի ֆիզիկական գործունեությունը շատ հաճախ կապված է զգայական եւ գեղեցիկ միջավայրի հետ։ Բացօթյա մարզումները, ինչպիսիք են թենիս, հեծանվավազք, լող, թրեքինգ, այգիներում ֆիզիկական աշխատանք կամ բուսաբանական ուղևորություններ հատկապես լավ են ազդում նրանց վրա։ Թենիս կամ խաղային մարզումներ, սոցիալական միտվածություն եւ ֆիզիկական ակտիվություն միասին։ Լող, ամբողջական մարմնային զարգացում, հանգստացնող ազդեցություն եւ մկանների թուլացում։ Բացօթյա վազք կամ զբոսանք, բնության հետ կապ եւ էներգիայի բնական վերահսկում։ Ֆիթնես դասընթացներ, պլանավորված ծրագրերով, որոնք թույլ են տալիս առաջընթացը հետևողական գնահատել։ Սնունդ եւ առողջություն։ Ցուլերը մեծ ուշադրություն են դարձնում սննդի վրայում։ Նրանք սիրում են առողջ, համեղ եւ բնական ուտեստներ։ Նրանց մոտ ֆիզիկական առողջությունը կապված է հոգեկան եւ զգայական բավարարվածության հետ։ Ուստի սնունդը պետք է ոչ միայն սննդարար լինի, այլև հաճելի տեսքով եւ հոտով։ Նախընտրելի են բնական մթերքները, բարձր որակյալ սպիտակուցները, բանջարեղենը եւ ամբողջահատ հաթացիկները։ Ցուլերը հաճախ նախընտրում են սնունդ պատրաստել ինքնուրույն, որպեսզի վերահսկեն համը եւ հասկանան, թե ինչ են սպառում։ Գործնական խորհուրդ. չարաշահված շաքար եւ արագ սնունդ կարող են բացասաբար ազդել նրանց էներգիայի մակարդակի վրա եւ մոտիվացիայի մարզման համար։ Մարզումների հոգեբանական կողմը. Ցուլերին բնորոշ է համառությունը եւ նպատակասլությունը, ինչը մարզումները նրանց օգնում է հասնել նշանակալի արդյունքների։ Նրանք չեն սիրում շտապողականությունը եւ նախընտրում են հետևողական, դանդաղ, բայց կայուն աճ։ Կայունություն, ամենօրյա կամ շաբաթական պլանավորված վարժություններ, նախագծված արդյունքներ, յուրաքանչյուր շարժումը պետք է նկատելի նպատակի հետ կապված լինի։ Զգայանորեն զգացողություններ, նրանք գնահատում են հարմարավետ միջավայր, գեղեցիկ տեսանքներ, հաճելի երաժշտություն եւ հանգիստ պայմաններ մարզման ժամանակ։ Հատուկ խորհուրդներ ցուլին։ Բացօթյա վարժություններ, ցուլերը բնության հետ կապը ուժեղացնում է ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը։ Մեղմ, բայց հետևողական ծրագրեր, ամբողջական մարմնային զարգացում առանց շտապողականության, զգայանարների ներգրավում, մարմինը պետք է ոչ միայն աշխատի, այլև հաճույք ստանա միջավայրից, հոտից, ձայներից, մաքուր օդից։ Սննդի պլանավորում, որպես կայուն նշան, ցուլը առավել արդյունավետ կլինի, երբ սնունդը պատրաստված է որակով, խնամքով եւ կանոնավոր կերպով։ Մարզումների վայելում, ցուլերին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վարժությունների հաճույքին, ոչ թե ֆիզիկական արդյունքին։ Ցուլ կենթանակերպի նշանի համար ֆիթնեսը շատ ավելին է, քան պարզապես մարզում։ Դա զգայանարների, միտքի եւ մարմնի համաչափ զարգացում է, որտեղ համառությունը եւ կայունությունը հիմք են հաջողության։ Երբ ցուլը գտնում է իր ռիթմը, նա ոչ միայն ֆիզիկապես առողջ եւ ուժեղ է, այլև հոգեբանորեն բավարարված եւ կենտրոնացած։ Ցուլ կարիերայի աստղագուշակ։ Ցուլ նշանի տակ ծնված մարդիկ բնության կողմից օժտված են համառությամբ, կայունությամբ եւ նպատակասլացությամբ, ինչը նրանց դարձնում է պրոֆեսիոնալ աշխարհում գերազանց խաղացողներ։ Նրանք սիրում են պլանավորել, աշխատել որոշակի ռիթմով եւ երաշխավորված արդյունքի հասնել առանց անտեղի ռիսկերի։ Գլխավոր բնութագրեր աշխատանքային ոլորտում։ Ցուլերը ձգտում են ստեղծել կայուն եւ վստահելի միջավայր։ Նրանց համար կարիերան ոչ միայն եկամտի աղբյուր է, այլ նաև ինքնատիպության, անվտանգության եւ կարգապահության ոլորտ։ Նրանք սիրում են մասնագիտական ձիրքեր, որտեղ կարող են տեսնել արդյունքը, գնահատել սեփական ներդրումը եւ ունենալ հստակ առաջընթաց։ Հավատարիմ եւ վստահելի աշխատակիցներ։ Ցուլերը պատասխանատու են, ուշադիր եւ հաճախ լինում են թիմի այն անդամները, որոնց վրա կարելի է վստահել ամենակարևոր նախագծերում։ Կայուն մոտեցում։ Նրանք չեն շտապում, ընտրում են մեթոդիկ աշխատանք, քայլ առ քայլ առաջ շարժվելով։ Նպատակասլացություն։
Կարևոր չեն միայն ժամանակավոր հաղթանակները։ Ցուլերը ձգտում են երկարաժամկետ հաջողության, որը կպահպանվի տարիներով։ Սպասվող կարիերայի ուղղություններ։ Ցուլերը հաջողակ են այն ոլորտներում, որտեղ պահանջվում է համառություն, կազմակերպվածություն եւ նյութական կամ գրավիչ արդյունքների գնահատում։ Նրանք լավ են զգում ֆինանսական ոլորտում, ստեղծագործական գործունեության մեջ կամ այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է կայուն, պլանավորված մոտեցում։ Ֆինանսներ եւ կառավարում։ Բանկեր, ներդրումներ, հաշվապահություն, անշարժ գույքի գործակալություն, ցուլերը բնական ունակություններ ունեն փողի հետ աշխատանքի համար։ Ստեղծագործություն եւ արվեստ։ Ցուլերը գնահատում են գեղեցկությունը եւ նուրբ արվեստը, նկարիչներ, դիզայներներ, ինտերիերային դիզայներներ, մոդելավորողներ կամ երաժիշտներ։ Բնություն եւ բացօթյա աշխատանք։ Լանդշաֆտային դիզայն, գյուղատնտեսություն, բուսաբանական հետազոտություններ, ֆիթնես ու բացօթյա գործունեություն։ Արագացված հաջողություն պահանջող մասնագիտություններ։ Ցուլերը կարող են լինել հաջողակ ձեռնարկատերեր, արտադրության ղեկավարներ կամ մենեջերներ, որոնք հետևողականորեն կառուցում են իրենց բիզնեսը։ Հաջողության բանալին։ Ցուլերի կարիերայի հաջողությունը հիմնականում կախված է նրանց ունակության համադրել համառությունը, զգայունությունը եւ ստեղծագործական մտածողությունը։ Նրանք գնահատում են այն աշխատանքը, որը ոչ միայն ֆինանսական պարգև է տալիս, այլև բավարարություն է պատճառում հոգեկան մակարդակում։ Հետաքրքրություն փողի հանդեպ։ Ֆինանսական անվտանգությունը նրանց համար կարևոր է, եւ նրանք հաճախ ունենում են երկարաժամկետ ներդրումային ռազմավարություններ։ Գեղեցկության եւ հարմարության համադրություն։ Ցուլերը սիրում են իրենց աշխատավայրում հարմարություն եւ գեղեցիկ միջավայր, ինչը բարձրացնում է արդյունավետությունը։ Ամեն ինչ պլանավորել։ Նրանց մոտ կարիերան հաջողվում է հիմնականում պլանավորման, հետևողական աշխատանքի եւ սեփական ժամանակի ճիշտ բաշխման շնորհիվ։ Կարճաժամկետ եւ երկարաժամկետ խորհուրդներ։ Պլանավորեք առաջընթացը։ Ցուլերի համար կարևոր է տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուր քայլ մոտեցնում նրանց նպատակին։ Ընտրեք կայուն ոլորտներ։ Տեղավորվեք այն աշխատանքում, որտեղ ռիսկերը նվազագույնն են, իսկ արդյունքը կայուն։ Ստեղծագործական մոտեցում։ Արտահայտեք ձեր արվեստը կամ յուրահատուկ ունակությունները, որպեսզի աշխատանքը ձեզ համար նաև հաճույք պատճառի։ Ֆինանսական ռազմավարություն։ Միշտ եղեք պատրաստ ներդրումներ անել, պահպանել միջոցները եւ խնայողաբար տնօրինել եկամուտը։ Հավատարիմ մնաք ինքներդ ձեզ։ Ցուլերը հակված չեն փոփոխության, այսպիսով, երբ ընտրում են ոլորտ, հաջողության են հասնում, երբ մնան հավատարիմ իրենց սկզբունքներին եւ նախընտրություններին։ Ցուլ կենթանակերպի նշանի համար կարիերան ավելին է, քան պարզ աշխատանք։ Դա երկարաժամկետ նպատակի եւ անձնական բավարարության համադրություն է։ Նրանք լավագույնս աշխատում են, երբ զգում են կայունություն, անվտանգություն եւ ստեղծագործական ազատություն, իսկ համառությունը եւ հետևողականությունը նրանց ուղեկցում են դեպի ամուր եւ հաջողակ մասնագիտական ապագա։ Ցուլ կենթանակերպի փողի հորոսկոպ։ Ցուլը համարվում է կենթանակերպի ամենաճիշտ եւ կայուն նշաններից մեկը, երբ խոսքը փողի եւ նյութական անվտանգության մասին է։ Նրանք ունեն բնական ունակություն կանխատեսելու ֆինանսական իրավիճակները, պլանավորելու եկամուտները եւ խնայելու միջոցները առանց ավելորդ ռիսկի դիմելու։ Ցուլերի մոտ փողը միայն փող չէ, այն ինքնատիպ անվտանգության եւ հարմարավետության խորհրդանիշ է։ Ֆինանսական բնութագրեր։ Կայունություն եւ պլանավորում։ Ցուլերը երբեք չեն շտապում ներդնել կամ ծախսել գումարը առանց մանրամասն ծրագրի։ Նրանք նախընտրում են երկարաժամկետ ներդրումներ, որոնք վստահելի արդյունք կտան։ Խնայողություն։ Այս նշանի ներկայացուցիչները շատ ուշադիր են իրենց ֆինանսների նկատմամբ։ Նրանք հասկանում են, որ փոքր խնայողությունները մի քանի տարում մեծ ազդեցություն ունեն։ Անվտանգության որոնում ցուլերը միշտ փնտրում են ֆինանսական ապահովություն։ Նրանց համար կարևոր է կանխատեսելի եկամուտը, որպեսզի կարողանան վերահսկել իրենց կյանքը եւ ապահովել հանգիստ ապագա։ Մատչելիություն եւ նյութապաշտություն։ Նրանք սիրում են գեղեցիկ եւ որակյալ իրեր, ուստի հաճախ ծախսերը ուղղում են այնպիսի բաների վրա, որոնք բարձրացնում են կյանքի հարմարավետությունը եւ գեղագիտական հաճույքը։ Հավանական ֆինանսական ռազմավարություններ։ Անշարժ գույք։
Ցուլերը գերադասում են ներդրումներ անել այնպիսի ոլորտներում, որտեղ տեսնում են ամուր արժեք եւ ցածր ռիսկ։ Աշխատանք անշարժ գույքի ոլորտում կամ սեփական տների ու բնակարանների ներդրումը նրանց համար հարմար է։ Արտադրություն եւ ձեռնարկատերություն։ Փոքր բիզնեսի վարումը, որտեղ հնարավոր է վերահսկել ծախսերը եւ հստակ պլանավորել եկամուտները, նույնպես հաջողակ է։ Ֆինանսական կառավարման ոլորտ։ Բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր եւ տնտեսական վերլուծություններ։ Ցուլերը բնական ունակություններ ունեն գումարի հետ աշխատելու համար։ Արվեստ եւ ոչ։ Քանի որ ցուլերը գնահատում են գեղեցկությունը եւ բարձր արժեք ունեցող իրերը, նրանք կարող են ներդրում կատարել արվեստի գործերում կամ դիզայնի ոլորտում, ֆինանսական օգուտ ստանալով եւ հաճույք զգալով։ Ինչ պետք է իմանալ ցուլի ֆինանսական բնավորության մասին։ Համառ եւ պլանավորվածություն։ Ցուլերը հազվադեպ են շտապողական որոշումներ ընդունում։ Նրանց մոտ յուրաքանչյուր ծախս մտածված է եւ հաշվի առնում երկարաժամկետ հետևանքները։ Խնայողության կարևորություն, նրանք սովորաբար ունեն հիանալի կենսաթոշակային պլան, հուսալի գումարային պահեստ եւ մշտապես հետևում են, որ պարտքերը չվնասեն ֆինանսական կայունությանը։ Սիրում են ֆիզիկական արժեքը։ Ցուլերի համար փողը ավելի շատ հնարավորություն է ստեղծել գեղեցիկ եւ հարմարավետ միջավայր, քան պարզապես վարձատրություն աշխատանքի համար։ Փոքր, բայց ամուր ներդրումներ։ Շատ ցուլեր նախընտրում են չվիճել շուկայի հետ կամ չփորձել արագ հարստանալ սխեմաներ։ Նրանք վստահում են փոքր քայլերին, որոնք ժամանակի ընթացքում մեծ արդյունք են տալիս։ Ֆինանսական խորհուրդներ ցուլերին։ Խորհուրդներ ծախսերի համար։ Նախապես պլանավորեք մեծ գնումները հաշվի առնելով ֆինանսական անվտանգությունը եւ ամսական եկամուտը։ Ներդրումային ռազմավարություն։ Ընտրեք այն ոլորտները, որոնք կայուն արժեք են ապահովում, օրինական շարժ գույք, արժեթղթեր կամ արտարժույթ։ Գեղեցկության եւ հարմարավետության ներդրումներ։ Կատարեք ծախսեր այն իրերի վրա, որոնք երկար տարիներ ուրախություն կտան, օրինակ բարձրագույն կահույք, արվեստի գործեր կամ հագուստ։ Պլանավորված խնայողություն։ Ստեղծեք անհատական ֆինանսական բուֆեր, որը թույլ կտա դիմակայել անակնկալ ծախսերին եւ հանգիստ զգալ ցանկացած իրավիճակում։ Էմոցիոնալ վերահսկողություն։ Չփորձել ծախսել գումարը զգացումների ազդեցության տակ։ Միշտ գնահատել, թե որքանով է ծախսը տրամաբանական եւ նպատակային։ Եզրակացություն։ Ցուլ կենթանակերպի նշանը փողի նկատմամբ ունի օղջամիտ եւ մտածված մոտեցում։ Նրանք հիանալի գիտակցում են փողի կարեւորությունը, բայց չշտապում։ Կայունություն, համառություն եւ պլանավորումը նրանց ապահովում են երկարաժամկետ ֆինանսական հաջողություն։ Ցուլերը կարող են լինել հավատարիմ աշխատակիցներ, խելացի ներդրողներ եւ կազմակերպված սպառողներ, որոնք իրենց ֆինանսական ապագան կառուցում են վստահ եւ հետեւողական քայլերով։ Ցուլ կենթանակերպի նորաձևության խորհուրդներ։ Ցուլ նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց քնքուշ ճաշակով, կայունության սիրով եւ բարձր որակի նկատմամբ հստակ նախապատվություններով։ Նրանք բնականաբար հակված են ընտրել այն հագուստը, որը ոչ միայն հարմար է, այլև արտահայտում է նրանց ինքնատիպությունը եւ համաչափեցնում է արտաքին տեսքը։ Ցուլերը չեն հետևում անցողիկ տրենդներին, նրանց հետաքրքրում է դասականություն, երկարատևության արժեք եւ նուրբ դետալների հանդեպ ուշադրությունը։ Ընտրության սկզբունքներ։ Բարձրորակ նյութեր։ Ցուլերը նախընտրում են փափուկ, հարմարավետ եւ երկար ծառայող նյութեր՝ բամբակ, կաշմիր, մետաքս, բամբուկ կամ լավ որակի բուրդ։ Նրանք չեն սիրում ձանձրալի եւ օժանդակ նյութեր, որոնք կփչանան կամ կկորցնեն իրենց տեսքը արագ։ Դասական ու ժամանակավոր ոչ։ Ցուլերը հազվադեպ են գնում էքսպերիմենտների, որոնք արագ անցողիկ են։ Նրանք գնահատում են դասական կտրվածքներ, նուրբ գույներ եւ վերամշակված ձևեր, որոնք երկար տարիներ արդիական կլինեն։ Նուրբ դետալներ։ Նրանց համար կարևոր է տեսնել որակյալ աքսեսուարներ, գեղեցիկ մանրամասներ եւ ճիշտ համադրություն, որը ընդգծում է անձնական ինքնություն։ Հագուստի առաջարկներ։ Գույնի ընտրություն։ Ցուլերը հաճախ նախընտրում են բնական եւ հողային գույներ, զմրուխտ կանաչ, թեթև շագանակագույն, մոխրագույն, կրեմային երանգներ, ինչպես նաեւ նուրբ մետաղային փայլեր, ոսկի կամ արծաթ։ Նրանք չեն սիրում ձանձրալի եւ օժանդակ նյութեր, որոնք կփչանան կամ կկորցնեն իրենց տեսքը արագ։ Տարբերակներ առօրյա տեսքի համար։ Փափուկ բամբակեշապիկներ, դասական ջինս, հարմարավետ բլեյզերներ, կաշվե կոշիկներ։ Ցուլերը կարևորում են հարմարավետությունը եւ որակը, ինչը նրանց ինքնավստահ տեսք է տալիս։ Արշավային եւ երեկոյան ոչ։ Հանգիստ, բայց շքեղ զգեստներ, մետաքսե շալեր, բարդ զարդարանքներով հագուստ, բարձրորակ կաշվե պայուսակներ եւ կոշիկներ։
աքսեսուարներ։ Կաշվե իրեր, պայուսակներ, գոտիներ, կոշիկներ, երկար սպասված բարձրորակ նյութերից, ալյուրային եւ ոսկյա զարդեր, նուրբ շղթաներ, մատանիներ, վզնոցներ, որոնք ընդգծում են անձնական շեշտադրումը։ Գեղեցիկ ժամացույց, ոչ միայն ժամանակը ստուգելու, այլև որպես ոճային աքսեսուար։ Շատ նպատակային աքսեսուարներ, օճառյա, մետաղական կամ քարերով զարդեր, որոնք իրենց հարմար են եւ չեն ծանրաբեռնում կերպարը։ Ցուլի ոճի առանձնահատկություններ։ Թեթև դասական շեշտադրումներ։ Ցուլերը գնահատում են պարզ եւ տպավորիչ կոմբինացիաներ, առանց չափազանցությունների։ Ճաշակ եւ հարմարավետություն։ Նրանց համար հարմարավետությունն ու բարձրորակ նյութերը ավելի կարեւոր են, քան շքեղ եւ անցողիկ դիզայնը։ Համահունչություն բնության հետ։ Ցուլերը սիրում են բնական գույները, բուսական թրենդները եւ էկոլոգիական մոդելները, որոնք համահունչ են իրենց հանգիստ եւ գրավիչ բնավորությանը։ Խորհուրդներ շոփինգի համար։ Միշտ ապեք նորաձևության շոփինգի ժամանակ։ Ցուլերը նախընտրում են ժամանակ հատկացնել ընտրության համար եւ գնահատել որակը։ Գնեք դասական կտորներ, որոնք երկար տարիներ ծառայելու են, ներդրում անել իրենց հագուստային հավաքածուն։ Փորձեք մի քանի տարբերակ նախքան որոշում ընդունելը։ Ցուլերը գնահատում են այն իրերը, որոնք լիարժեք համապատասխանում են իրենց ոճին եւ կյանքի ձևին։ Խուսափեք մեծ թվով փոքրիկ նորաձևություններից։ Ցուլերը նախընտրում են մի քանի բարձրորակ, արժեքավոր կտորներ, քան շատ էժան անցողիկ իրեր։ Եզրակացություն։ Ցուլ կենթանակերպի նշանի համար նորաձևությունը ոչ միայն արտաքին տեսքի հարց է, այլև ինքնավստահության, կայունության եւ անձնական հարմարավետության արտահայտություն։ Նրանք նախընտրում են դասականություն, բարձրորակ նյութեր, նուրբ դետալներ եւ ներդրումներ, որոնք երկար տարիներ հաճույք կպատճառեն։ Ցուլերը իրենց հագուստով ցանկանում են ցույց տալ ոչ միայն ճաշակ, այլև կայունություն, շոշափելիություն եւ բնական գեղեցկություն։ Ցուլ կենթանակերպի ճանապարհորդական խորհուրդներ։ Ցուլ նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց նախնական պլանավորման, հանգստության սիրով եւ հաճելի ապահով միջավայրի կարիքի հետ։ Ցուլերը չեն սիրում անակնկալներ կամ շտապողականություն, ուստի ճանապարհորդությունը նրանց համար առաջին հերթին սթրեսից ազատ, հարմարավետ եւ հաճելի փորձ է։ Ցուլի ճանապարհորդական բնավորություն։ Հետազոտում նախքան ճանապարհը։ Ցուլերը նախընտրում են մանրամասն ուսումնասիրել իրենց նպատակակետը։ Նրանք կարծում են ուղեցույցներ, ուսումնասիրում են երթուղիները եւ պլանավորում ամեն քայլը համոզվելու համար, որ ուղևորությունը հարթ կանցնի։ Անհրաժեշտություն կայունության համար։ Ցուլերը կարիքում են վստահ լինել իրենց շրջապատի վրա։ Նրանք գնահատում են ապահովություն, հարմարավետություն եւ կարգավորված միջավայր։ Անհայտ, չափազանց անցողիկ վայրերը կամ անփույթ հյուրանոցները կարող են կործանել նրանց արձակուրդը։ Արագ փոփոխությունների հանդեպ զգայունություն։ Ցուլերը դժվարությամբ են ադապտացվում փոփոխություններին։ Եթե ճանապարհորդությունը խափանվի կամ պլանը փոխվի, նրանք հաճախ կցանկանան վերահսկել իրավիճակը եւ գտնել կայուն լուծումներ։ Իդեալական ուղղություններ։ Բնական գեղեցկություն։ Ցուլերը գրավում են վայրերը, որտեղ գերիշխում է բնության ներդաշնակությունը։ Անտառներ, լեռներ, լճեր կամ ծովափնյա հանգիստը նրանց համար կատարյալ է։ Գաղափարական եւ մշակութային վայրեր։ Ցուլերը սիրում են արվեստ, ճարտարապետություն եւ պատմական հուշարձաններ։ Մյուսե դորսե Փարիզում, Վենետիկի քանդակներ կամ Հռոմի հին շենքեր կհամապատասխանեն նրանց ճաշակին։ Հանգիստ, բայց շքեղ հանգստավայրեր։ Որակյալ հյուրանոցներ, սպա կենտրոններ, հանգստյան առօրյա հարմարավետություն, ցուլերը նախընտրում են մեկ օրվա ընթացքում փորձել ամեն ինչ, առանց շտապելու։ Ցուլի ճանապարհորդական ոճ։ Հարմարավետ եւ բնական հագուստ։ Ցուլերը նախընտրում են հարմարավետ, բնական հագուստ ճամփորդության համար։ Բամբակե, լույս բուրդ կամ կաշվե կոշիկներ, որոնք հեշտացնում են տեղաշարժը։ Պահպանողական եւ խելացի ընտրություն։ Հագուստը եւ աքսեսուարները պետք է երկար ծառայեն։ Ցուլերը չեն գնում էքսպերիմենտալ նորաձևության, նախընտրելով դասական, հարմարավետ եւ բազմակողմանի իրեր։ Աքսեսուարներ եւ մանրամասներ։ Ցուլերը կարևորում են գործնական, բայց գեղեցիկ աքսեսուարներ, պայուսակներ, որակյալ ժամացույցներ, զարդեր, որոնք անհրաժեշտ են եւ միաժամանակ զարդարում են կերպարը։ Ցուլի ճանապարհորդության խորհուրդներ։ Մանրամասն պլանավորում։ Կազմեք ճանապարհորդության մանրամասն օրացույց, ներառեք տեղափոխությունները, սնունդը, տեսարժան վայրերը եւ հանգստի ժամանը։
Ճանապարհորդական սնունդ։ Ցուլերը սիրում են վայելել տեղական խոհանոցը, բարձրագույն ուտեստներ եւ խմիչքներ։ Փորձեք տեղական գաստրոնոմիական փորձառություններ։ Հանգստի ճիշտ չափ։ Ցուլերը պետք է ունենան բավարար հանգստի ժաման, որպեսզի չզայրանան կամ չհոգնեն։ Տաք ժայռափոր սրճարան կամ լողաբեջը նրանց համար կատարյալ կլինի։ Անվտանգություն եւ կարգավորում։ Վստահ լինեք բոլոր փաստաթղթերը, կանխավճարները եւ տրանսպորտային միջոցները կազմակերպված են, քանի որ ցուլերը խուսափում են անորոշությունից։ Ժամանակ տրամադրել զգայարաններին։ Ցուլերը գնահատում են գեղեցիկ տեսարաններ, երաժշտություն, հանգիստ բնություն եւ առօրյա հաճույքները ճանապարհորդության ընթացքում։ Եզրակացություն։ Ցուլ ճանապարհորդները փնտրում են կայունություն, հարմարավետություն եւ զգայական հարստություն իրենց ուղևորության ընթացքում։ Նրանց համար ճանապարհորդությունը ոչ միայն նոր վայրեր տեսնելու միջոց, այլև զգայարանները եւ ներսի հանգստությունը բավարարելու միջոց է։ Հաղորդակցությունը բնության, արվեստի եւ բարձրագույն փորձառությունների հետ դարձնում է ճամփորդությունը հիշարժան, հանգիստ եւ հաճելի։ Եթե այս տեսանյութը ինչ-որ բան բացահայտեց ձեր մասին, ապա անպայման դրեք հավանություն եւ բաժանորդագրվեք ալիքին։ Արխիվում սպասվում են ամենահետաքրքիր աստղագուշակները, որոնք չեք ուզենա բաց թողնել։